Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է։ Շաբաթվա իրադարձությունները այսօր մենք քննարկելու ենք իրավաբան Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Վարդազարյան։ Բարև ձեզ։ Ես ճիշտ ասած, գիտեք նաև, որ երկրորդ մասնագիտությամբ իրավաբան եմ եւ ինձ համար միշտ շատ կարեւոր է իրավապահ համակարգի գործունեությունը, դատական համակարգի վիճակը եւ առհասարակ ես կարծում եմ, որ երկիրը լավանալու առաջին քայլը պիտի արվի դատական համակարգի միջոցով եւ օգնությամբ։ Մի ժամանակ ինչ որ պահ եկավ, որ դատական համակարգը կարծես թե փորձ էր անում արդեն կայանալ, ինքնուրույնանալ, ինչ որ վճիռներ, դատավճիռներ էին կայացվում, որտեղ կարող էինք ասել, որ արդարադատության սկզբունքները պահպանված են։ Բայց հիմա մենք աջ ու ձախ տեսնում ենք, որ արդարադատությունը ոտնահարվում է, ոչնչացվում է, քննիչ, դատախազ, դատավորներ դարձել են այս քաղաքական համակարգի մասը եւ ակնհայտ, անթաքույց ձևով կատարում են քաղաքական իշխանության պատվերները։ Այս շաբաթվա ընթացքում հասարակությունը կարծում եմ ցնցվեց այդ երիտասարդների միջադեպից, Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո, որի արդյունքում երկվորյա եղբայրներ, ընդամենը դպրոցական տղաներ, թեպետ 18 տարին լրացել է, բայց 12-րդ դասարանի աշակերտներ հայտնվեցին իրավապահների ուշադրության կենտրոնում եւ նրանցից մեկին երկամսյա կալանք տրվեց ձեր նախկին գործընկեր Վրացական Մարտիրոսյանի կողմից։ Պարոն Վարդազարյանը տեղեկացնեմ նաև, որ եղել է կենտրոն Նորք Մարաշ դատարանի նախագահ եւ երկար տարիներ նաև աշխատել է դատական համակարգում, այնպես որ ինձ հետաքրքիր կլինի լսել ձեր գնահատականը։ Առհասարակ դատավորները կարող են արդյոք այսօր մի փոքր համարձակություն դրսևորել եւ չընթարկվել այդ հրահանգներին։ Ակնհայտ է, չէ՞, որ այս տղայի կալանքը չէր լինի, եթե մենք ունենայինք նորմալ դատական համակարգ։ Եվ մեկ էլ մի բան էլ հիշեցնեմ, շաբաթվա ընթացքում մեր լրագրողը դիմեց Նիկոլ Փաշինյանին կառավարության այդ բրիֆինգից հետո հարց տվեց, հիշեցրեց, ասաց, որ դուք ժամանակին ասում էիք Վրացական Մարտիրոսյան այդ տխրահռչակ դատավորը, հիմա ինչպիսի գնահատական ունեք այդ դատավորին, որտեվ ենթադրվում էր, որ իշխանության գալուց հետո այդ դատավորը կամ պիտի չաշխատի, կամ պիտի փոխի իր աշխատավոճը, բայց պարզվեց, որ տարբերություն չկա։ Վրացական Մարտիրոսյան նախկին իշխանություններին է ծառայել, հիմա նոր իշխանություններին է ծառայում։ Եվ գիտեք, Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց, ասաց, ես չեմ մեկնաբանում այդ հարցը եւ վերջ։ Հիմա մենք կարող ենք ասել, որ նախ արդարադատության կայացման համար պատասխանատու է երկրի գլխավոր իշխանությունը եւ նաեւ մենք տեսնում ենք, թե ինչպես է ոչնչացնում այդ նույն դատական համակարգը, այդ իշխանությունը իր ուղղակի հրահանգների միջոցով։ Շնորհակալ եմ հրավերի համար, միջև ձեր բազմաշերտ հարցեր, ես կփորձեմ բոլոր հարցադրումներին անդրադառնալ, բայց միջև այդ հարցերին պատասխանելը մենք այսօր ուրբաթ օրն եք նկարա գրում այս հաղորդումը, հեռարձակվելու է, որքան հասկացա, Կիրակի օրը, Զատիկի օրն է։ Ես ուզում եմ մեր ժողովրդին շնորհավորել այդ Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ ու ամենալավ քրիստոնեական տոներից մեկն է։ Միանշանակ, այդ Սուրբ Հարության տոնը ամենապայծառ տոներից է, բայց մի բան եմ ուզում ասեմ այդ տոնի հետ կապված։ Իհարկե հոգևորականները ավելի կանոնական կերպով կարող են բացատրել, բայց այն մարդիկ, ովքեր որ չեն իմանում այդ խորհուրդը, այդ զատիկ բառի ծագումնաբանությունը, էտիմոլոգիան չեն իմանում, նրանց համար զատիկը մենակ գաստրոնոմիան է, հա, որ այդ օրը ուտում են ձուն ներկել, փլավ ուտել, ձուկ ուտել, հա, եւ այլն, ուզում եմ ասել, որ զատիկ բառը դա զատվել արմատից է, զատվել, այսինքն առանձնանալ, տարանջատվել, մահ եւ հարություն, մութ եւ չար եւ բարի։ Երկրորդ բացատրությունը այդ արմատը ունի նաեւ ազատվել բառից, այդ զատիկը ազատվել բառից է, էլի գրեթե նույնն է։ Այնպես որ հարգելի ժողովուրդ, որ իրար ասում եք շնորհավոր Սուրբ Զատիկ, իմացեք ինչ եք շնորհավորում ու ինչ եք մաղթում իրար։ Մաղթում ենք իրար, որպեսզի զատվենք, ազատվենք, չարից դեպի բարին գնանք, մահից դեպի կյանք գնանք, մթությունից դեպի լույս գնանք։ Մեծ խորհուրդ է մեր պարունակում։ Այո, հենց որ այդ կապված Զատիկի տոնի հետ։ Հիմա ձեր հարցադրումներին հերթով պատասխանը միգուցե հերթականությունը խախտեմ, հերթականությունը միգուցե խախտվի, բայց
ցանկանում եմ շատ անկեղծ լինել, ինքս երկար տարիներ աշխատել եմ եւ դատավոր, եւ դատարանի նախագահ, եւ Երևան, եւ դուք ասեցիք կենտրոն եւ Նոր Մարաշ վարչական շրջանների դատարանի նախագահ, այնուհետ 2 տարի Երևան քաղաքի դատարանի նախագահ, այնուհետ Բարձրագույն դատական խորհուրդ, դատական իշխանության ուղղությունները ես պատկերացրել եմ, ամենայն դեպս մինչև այսօր ինձ թվում է, որ պատկերացնում եմ, միգուցե այնպեսի բաներ են տեղի ունեցել, այնպեսի իրադարձություններ են տեղի ունեցել, որ այլևս չեմ տիրապետում, բայց վստահ եմ, որ 99.9% տիրապետում եմ։ Տեսեք, երեք ձեր կողմից հրավերը ստանալուց հետո մի վարժություն եմ կատարել, տնային աշխատանք եմ կատարել, արհեստական բանականությանը հարցրել եմ, որպեսզի գնահատական տա այսօրվա մեր դատական, իմ կարծիքը կասեմ, բայց սկզբից ուզում եմ արհեստական բանականության կարծիքն ասեմ, դատական իշխանության վերաբերյալ իր գնահատականը տա, բայց 3 տարբեր դաշտերի եմ բաժանել, խնդրել եմ, որպեսզի էքսպերտային տա պատասխանը, ոչ թե մամուլը ուղղակի զուտ մամուլի մոնիտորինգ չանի, այլ էքսպերտային պատասխանը դա մի սահմանափակում, որը որ այսպես ասած պոպուլիստական հոդվածները մի կողմ նետվի, խնդրել եմ, որպեսզի դա ամերիկյան եւ եվրոպական էքսպերտների կարծիքը մեր դատական համակարգի մասին, հետո կարճ համառոտ ձևով ներկայացնի մեր հայկական էքսպերտների, այսինքն 3 չափանիշ եմ դրել, որպեսզի տարանջատվի։ Շատ զարմանալի էր, որ գրեթե չէին տարբերվում եվրոպական, ամերիկյան եւ հայկական փորձագետների դիրքորոշումները Հայաստանի դատական իշխանության վերաբերյալ։ Զուտ, եթե 2 բառով ասեմ, բառացի գրած ունեմ հեռախոսիս մեջ պահել եմ հատուկ, որպեսզի կարդամ, բայց ժամանակը խնայելու համար ասեմ հետեւյալը. չափազանց քաղաքականացված եւ որն է ամենավատը, որ մոտենալով ընտրություններին իրավիճակը ավելի է վատանալու, ավելի է վատարանալու իրավիճակը եւ այդ կախվածությունը քաղաքական իշխանություն, չի ասում գործադրիից, հարցնում եմ, ասում դու նկատի ունես գործադիր օրենսդիր, չի ասում քաղաքական իշխանությունից, էական չի դա գործադրում է, թե օրենսդրում է կայ, թե դատական իշխանությունում կան քաղաքական իշխանության ներկայացուցիչներ, քաղաքական իշխանությունից է կախված Հայաստանի դատական իշխանությունը եւ երկրորդ չափանիշը, որ բոլոր այդ մոնիտորինգային եւ այդ ցուցանիշներով մենք 2-ից 3 կետ նվազել ենք։ Ինչ որ ընթացքում նկատի ունեն։ Ինչ ժամանակական ընթացքում։ Վերջի մի տարում, տեսեք, չեմ ասում 18 թվականից, վերջի մի տարում ենք նվազել։ Եվ հիմա անդրադառնամ ձեր հարցերին։ Ես, քանի որ Խորհրդային Միության տարիներին եմ ընդունվել եւ ավարտել համալսարանը, ես հիշում եմ Խորհրդային Միության դատական իշխանությունը, որի իրավահաջորդն է այսօրվա մեր դատական իշխանությունը։ Ես հիշում եմ, որ 4-րդ եւ 5-րդ կուրսերում, երբ որ ես պրակտիկա էի անցնում դատարանում, ուսումնառության ընթացքում պրակտիկան նորմալ երևույթ է։ Ես հիշում եմ Սպանդարյանի դատարանում, Սպանդարյանի շրջանի դատարանում եմ անցել, այստեղ մոտիկ շատ իսրայելյան փողոց։ Եվ ես հիշում եմ գրված էր ՀԽՍՀ արդարադատության նախարարության Սպանդարյանի ժող դատարան։ Ես այդ ցուցանակը հիշում եմ դատարանի վրա գրված։ Ուրեմն, որպեսզի համեմատենք այն ժամանակվա դատական իշխանությունը եւ այսօրվա դատական իշխանությունը, մենք ահռելի մեծ առաջընթաց ունենք։ Ուրեմն Խորհրդային Միության ժամանակվա այն դատարանը, որը որ ես եմ հիշում, կամ անկախության առաջի տարիների դատարանը, որը որ ես եմ հիշում, ուրեմն 40-50 տարի առաջ էր, չէ՞, 30 գլխավոր դերակատարը դատական process-ին դա դատախազն էր, թագավորը դատախազն էր, դատախազն էր որոշում գրեթե ամեն ինչ։ Նու գրեթե չէ, եկեք ասենք 100%-ով նույնիսկ ամենահասարակ, ամենատրիվիալ պարզ ամուսնալուծության գործում դատախազը իրավունք ուներ միջամտեր, այսինքն հսկում էր ընդհանուր օրենսդրության վերահսկողության ֆունկցիա ուներ դատախազը։ Այս ընթացքում, ես այդ ընթացքում արդեն ավարտելուց հետո 91 թվականին եմ ավարտել եւ ես այդ process-ը, progress-ը իմ աչքով եմ տեսել, թե ինչ սկզբից
փոքր քայլերով, հետո մեծ քայլերով մենք գնացինք դեպի որպեսզի ունենանք այս դատական իշխանությունը։ Մի տարի մեծ քայլ ենք արել, մի տարի փոքր քայլ ենք արել, մի տարի լոնքեր ենք արել, որպեսզի առաջընթաց ունենանք։ Եվ ինձ համենայն դեպս թվում է, որ մեզ հաջողվել էր համենայն դեպս մինչև 2018 թվականը ամեն տարի պլյուս նշանով դուրս գալ։ Միշտ մենք մի փոքր բարելավում ունեցել ենք։ Ամեն տարին տարու վրա բարելավում է տեղի ունեցել։ Իհարկե շատերը ձեզ հետ չեն համաձայնի, բայց դուք որպես ներսի մարդ եք ասում, բարձ է համակարգ։ Ես որպես ներսի մարդ եմ ասում, որպես մարդ եմ ասում, որը որ տիրապետում է վիճակագրությանը։ Տեսեք, մենք սկսել ենք, երբ որ արդարացումների տոկոսը քրեական գործերով կազմել է 0.01%։ 19 թվականին 19 թվականի վիճակագրությունը, չեմ հիշում 19-ներ, 18-ին վերաբերող, թե 19-ը ներառյալ, ամենայն դեպս այդ տարիներին։ Մեր արդարացումների տոկոսը քրեական վարույթներով, քրեական դատավարության շրջանակներում եղել է 6-ից 7%։ 6.5 թիվ։ Մեծ թիվ չի էլի ամեն։ Բավականին մեծ թիվ է, բավականին, Ռուսաստանում 1%-ը չի կազմում։ Այդ պրոգրեսը մենք ունեցել ենք, այսինքն դատավորը ամենայնպես վերջի 5, 6, 7 տարիների ընթացքում իմ աշխատանքի ժամանակ բացարձակ ես չեմ հիշում կամ չեմ տեսել մի դեպք, որ դատավորը կաշկանդված լինի դատախազի կարծիքից։ Չեմ տեսել ուղղակի, չի եղել տենց բան։ Եղել են ճնշումներ դատախազության կողմից, եղել են փորձեր միջամտել, որպեսզի դատարանը այնպիսի դատական ակտ տա, որ դատարանի որ դատախազության սրտով լինի, բայց ես չեմ տեսել դատախազությունից վախեցող դատավոր։ Բայց խնդիրը հիմա դատախազությունից կախումը չի ինչքան իշխանությունից, այդ նույն դատախազությունն էլ է, չէ՞, կախված իշխանությունից։ Ես հիմա գալիս եմ դրան։ Տեսեք, հիմա ես միգուցե ինչ-որ մի բան ասեմ, որը որ շատերին դուր չգա կամ ասեն, էդ էլ էր վատ, դա էլ էր սխալ, ինչի այն ժամանակ չէր բարձրաձայնում, լավ է անում չէի բարձրաձայնում, որովհետև գտնում եմ, որ պրոգրեսը այդպես է պետք հասնել փոքր քայլերով, այլ ոչ թե հեղափոխական մեթոդներով, որը որ կարող է եւ թարս աճել։ Տեսեք, միշտ դատախազություն դատարան եղել է կոնֆլիկտ, առողջ կոնֆլիկտ, դատախազությունը միշտ մեղադրողի դիրքերից է հանդես գալի, իր ֆունկցիան է մեղադրել, միշտ ավելի խիստ պատժի, միշտ ավելի կալանքի կողմնակից, դատարանը միշտ ավելի ազատ ոճով, հա, որ մենք օրենքով ենք գործում եւ ձեր ասածը մեզ համար դոգմա չի։ Կար բալանսավորող։ Միշտ այդ վեճերը, երբ որ հասունանում են, դառնում են արդեն խնդիր, պրոբլեմ, այդ վեճերը միշտ լուծվում են Հայաստանի Հանրապետության նախագահների կողմից, եւ Քոչարյան, եւ Սարգսյան։ Այսինքն կար բալանսավորող, ինչը մի պահ, միգուցե սխալ էր, միգուցե դա լավ չէր, բայց հիշեք մենք ինչից ենք սկսել։ Խորհրդային միությունից, որտեղ դատավորի ձայնը հավասար էր 0-ի։ Եվ երկու նախագահներն կարողանում էին այդ բալանսը պահել։ Միտեղ ասում են դատախազություն, դու մի քիչ գազը թող դատարան, դու էլ մի քիչ քու տեղում գտնվի, եւ այդ բալանսը պահվում էր, բայց այդ բալանսը պահելով մեր այդ կորը միշտ դեպի վեր էր բարձրանում, դեպի դրական էր գնում։ Բայց դա երևի կային նաեւ գործեր, որտեղ հենց նույն նախագահից, նախագահականից եկող հրահանգներով էիք առաջնորդում։ Ես եղել եմ Երևան քաղաքի դատարանի նախագահ, կենտրոն դատարանի նախագահ, ամենակիզակետային պաշտոնն է եղել։ Եթե ես հրահանգ ստանայի, պետք է ես ստանայի, չէ, որովհետև մեր դատարանի վարույթում էր այդ զանգովի արդարադատությունը։ Ես չեմ հիշում, որ ես մի հատ գոնե զանգ ստացած լինեմ։ Ես չեմ հիշում, որ դատախազներից շատ եմ ստացել, բայց որ նախագահից կամ նախագահականից զանգ ստացած լինեմ կամ միգուցե ասեմ։ Դե ուրեմն այդ դեպքում դուք ինքնուրույն եք որոշել, թե որն է վերևի համար հաճո որոշում, նաև նրանով են, չէ, դատավորները ինչ որտեղ։ Հիմա օրինակ ես չեմ բացառում, որ մնացական Մարտիրոսյանին ուղիղ հրահանգ չի իջեցվել, բայց դա ինքը գիտի, չէ, որ այս դեպքում ում շահերն ա ոտնահարվում, ինչպես մնացական Մարտիրոսյանը իմ ընկերն է, ու ես վստահաբար կարող եմ ասեմ, ահռելի, անմարդկային ճշմարան արդյունքում այս որոշումը կայացվել։ Մարտիրոսյանը խիղճ ունեցող մարդ է։ Ուզում եք ասեք, զանգերը եղել են, թելադրանքը եղել է անպայման։ Ես միգուցե վստահ եմ, որ այդպես է եղել։
ներքին վստահություն ունեմ, փաստ չունեմ, որ Բայց առաջին ապացուցեմ։ դեպքը չի չէ, մնացական Մարտիրոսյանի դեպքում։ Մենք բազում նման օրինակներ ունենք։ Դրա համար եմ ասում, այս դեպքում վստահ եմ, որ ճնշում է եղել, այլ դեպքերի մասին այս պահին ասում եմ, ընկերեսա չի ուզենա Լավ, խոսել։ եկեք չխոսենք մասնավոր դեպքի մասին, այլ նրա մասին, թե կարող է արդյոք դատավորը հակադրվել։ Հիմա մենք ունենք վերջի տարիներին բազում դատավորներ զրկվեցին իրենց 2-3 դատավոր լիազորություններից։ ունենք։ Այսօր գործող 2-3 դատավոր ունենք, բոլորի անունները པարզ են, բոլորը գիտեն այդ անունները։ Ուղղակի Նկատի ունեք հրահանգները կատարող դատավորներ, չկատարող 2-3 դատավոր ունենք, որոնք հրահանգներ չեն կատարում, անուններ չենք տալիս, որ այդ մարդկանց վատ վիճակի մեջ համ գործող իշխանությունը գիտի այդ դատավորների անունները, համ դատախազությունը գիտի, համ փաստաբանները գիտեն, ու այդ գործերը, որ մակագրվում են այդ դատավորներին, մեծ ուրախությամբ են ցանկացած հանցագործ, եթե գիտի, որ իր գործը ընկնում է արդար դատավորի մոտ, մեծ ուրախությամբ ընկալում են այն փաստը, որ ընկել է լավ դատավորի կարող մոտ։ ենք ընդհանրել, որ գործերի մակագրման համակարգը միանշանակ թելադրվում է կամայականությամբ է եւ ոչ թե այդ բանի, ինչա կոչվում, էլեկտրոնային սկզբունքով է տեղի ունենում։ Ես ավելի քան վստահ եմ, որ միևնույն է, այսօր էլ էլեկտրոնային մեթոդով միջամտություն կա թե չկա, չեմ կարող ասել։ Կալանքների վերաբերյալ, միջդատական վարույթների վերաբերյալ միջնորդությունները մակագրվում է ձեռքով դատարանի նախագահի կողմից, դա օրենքով է եւ գործող կարգով է։ Քրեական գործերը մակագրվում են էլեկտրոնային մեխանիզմով, էլեկտրոնային այդ հարթակի միջոցով, ռանդոմ սկզբունքով, որտեղ չպետք է լինի ինչի միջամտություն լինի, եթե 2-3 դատավորի մասին է խոսքը գնում ամբողջ Երևանի դատարանում, հավանականությունը փոքր է, հավանականությունը գրեթե 0 է հավասար, որ այդ դատավորների մոտ կընկնի։ Մի քանի անգամ կրկնել եմ, մի քանի անգամ ասել եմ, ձեր եթերում էլ եմ ուզում կրկնեմ։ Պարզա չէ, որ այս իշխանությունը հավերժ չի, ոչ մի իշխանություն երբեք հավերժ չի։ Հիմա այս տարի ընտրություններով կլինի, մյուս տարի կլինի, մյուս տարի, ինչը մի օր վերջանալու է այս իշխանություն, գալու է ուրիշ իշխանություն։ Եվ որ գա ուրիշ իշխանություն, պարզա չէ, որ լինելու են քրեական գործեր ու այսօրվա այս process-ները, որոնք որ ուղղակի զզվելի են, եղկելի են, դառնալու են քրեական գործեր եւ գալու են դատարանները սկսելու են քննել այդ գործերը։ Այսօր որ թիրախավորեցին, ուղղակի արդեն թիրախավորել են, արդեն լիազորությունները դատարեցել են, այդ պատճառով եմ անունը տալի։ Կերազեն, որ Դավիթ Հարությունյանը վերականգնվի իր պաշտոնում եւ այդ գործերը քննի Դավիթ Հարությունյանը։ Դավիթ Հարությունյանը այն դատավորներից է, որը որ նախանձախնդիր արդարած, միշտ արդար է։ Երբեք ոչ մի պարագայում, ոչ մի ես իր դատարանի նախագահ եւ գոլեգա եմ եղել, երկուսը դատարանի նախագահ ենք եղել։ Հետո ես դարձել եմ դատարանի նախագահ, Դավիթը եղել է շարքային դատավոր, մի քիչ սխալ ասել, եղել է դատավոր։ Իմ մտքով չի անցել երբևիցե ես Դավիթին զանգեմ ու ինչու մի բան ասեմ Դավիթ էս, սենցա պետք անել են, նենցա պետք անել էս կալանքը պետք է տար սրան, խիստ դատ է սրան, երբեք մտքից ծայրով անգամ չի անցել, իմանալով շատ լավ, որ եթե ես նման փորձ անեմ, մեր մեջ լուրջ կոնֆլիկտ կառաջանա։ Ուզում եմ ասեմ, այդ արդարամիտ ազնիվ դատավորի կարիք այսօր ունի այս իշխանությունը։ Իրենց ուղղակի շահերից է բխում անկախ դատական իշխանություն ունենալ, բայց իրականում եկեք տեսնենք, հեռատես լինեին կհասկանային իհարկե կհասկանային։ Նույնը ես վստահ եմ, հասկանում է նաև նախորդ իշխանությունն է հասկանում, որ եթե այն ժամանակ իրանք իրականում պայքարեին, որպեսզի ազատ ու անկախ դատական իշխանություն ունենային, այսօր այդ ոչ թե 2-3 հոգի կլիներ, այլ կլիներ 20-26 հոգի։ Իսկ դատավորները կոտրվում են թե ոչ, միանշանակ դատական իշխանությունը այսօր տապալված է, այսօր մենք դատական իշխանություն բացառությամբ այդ 2-3 հոգուն որ հանենք, կարող է 5-6 են, բայց այդ մի փոքր տոկոսը որ հանենք, դատական իշխանությունը ցավոք սրտի այսօր տապալված է, վերականգնել հնարավոր չի լինելու։ Նոր դատական ռեֆորմի կարիք ունենք։ Համաձայն եմ։ Շատ լավ, գիտեք, հիմա այսպես որ կողքից նայում ենք, տեսնում ենք, որ այս երեխայի կալանավորումը այսպեսի մեծ վրդովմունք ու ալիք առաջացրեց, չէ, դժգոհության բողոքի։ Հիմա ընդամենը 2 ամիս հետո գնում ենք ընտրությունների։
Գիտեք, ես օրինակ չեմ կարողանում ընկալել տրամաբանությունը։ Այս մարդիկ հատուկ այդ ճյուղն են կտրում, որի վրա իրենք նստած են, որովհետև այդ նման ցանկացած քայլից հետո մի հոգի, 10 հոգի, 20 հոգի, 100 հոգի բացասական է տրամադրվում իրենց հանդեպ։ Հետո ոնց են քվեստ ստանալու, ինչու են անում այս քայլերը։ Ոչ միայն դա, կալանավորում են այդ տղային, հետո դուրս է գալիս բրիֆինգի, գոռում է լրագրողների վրա, լռեք, ես ձեզ ասում եմ, վիրավորում է, մետրոյում միջադեպ է լինում, այն աղջկա վրա է հարձակվում, գոռում է արցախցիները փախած են, ու տենց անընդհատ ինչ-որ պրոցեսներ, անընդհատ ինչ-որ բաներ։ Ես արգելում եմ Արցախ բառը օգտագործելը, դա պատերազմի հրահրել է, ես արգելում եմ ցեղասպանությունը պիտի չդառնա մեր բանը, մենք պատմական արդարություն հաստատելու խնդիր չունենք, ցեղասպանության թանգարանի տնօրենին ես իմ հրահանգով են ազատել աշխատանքից, այս բոլոր քայլերը արդյոք չեն մեծացնում դժգոհների, իրեն դեմ քվեարկողների քանակը, դուք ունեք որևէ բացատրություն սրան։ Իմ անձնական բացատրությունն ունեմ, հա, դա ոչ փորձագետ եմ դրա վերաբերյալ կարծիք չեմ կարող ասել, փորձագիտական չի իմ կարծիքը, իմ ընկալմամբ, հա, ես ինչպես եմ ընկալում, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ռուբեն Վարդազարյան։ Իհարկե, այդ ամեն յուրաքանչյուր դեպք մի 20-30 ձայն պակասեցնում է։ Պայմանական եմ ասում։ Բայց վախեցողների թիվն է ավելանում, ցավոք սրտի։ Իսկ վախը կդառնա ձայն, քվե, հետո ձեր կարծիքով, հա։ Եթե ինչ-որ մի պա այդ էսկալացիան վախի, այդ կորը մի պա կանգնի կամ սկսի նվազել, միանշանակ ձայն չի դառնա այդ վախը։ Բայց միջև ընտրության օրը, միջև այդ լռության օրը, այդ կորը բարձրանալու է պրոգրեսիայով, որովհետև հենց կանգնեց այդ վախի դաշտում, վախի մթնոլորտում գեներացված ձայնը միանգամից հակառակ էֆեկտ է ունենալու, դառնալու է ոչ, դառնալու է դեմ ձայնի։ Այսինքն էսկալացիան պետք է միշտ պահել, այս կորը միշտ պետք է բարձրանալ։ Այս 2 ամիս անընդհատ sense terror անելու, հա, մենք միջև հունիսի 7-ին ընտրությունները, միջև հունիսի 5-ը երեկոյան մենք ունենալու ենք այս ամեն ինչը մենք ունենալու ենք։ Սա ոչ թե Նիկոլ Փաշինյանն է դրա համար, սա քաղաքական տեխնոլոգիայի խնդիր է եւ քաղաք տեխնոլոգները, որոնք որ խորհուրդ են տալիս, միանշանակ այդ խորհուրդն են տվել։ Բայց դրա հետ միաժամանակ նաեւ սրտիկացույց տալիս, երկում ով է սրտիկին դուրս վերաբերվում։ Գրկումա, չգիտեմ ինչ անում, ով է սրտիկին դուրս վերաբերվում։ Բոլորի դեմքին ժպիտ առաջանում այդ սրտիկ ցույց տալուց։ Ես չեմ տեսել, ես բոլորի հետ եմ շփվում, շատ մարդկանց հետ եմ շփվում, նաև նրանց հետ, ովքեր որ պրոիշխանական մտածելակերպ ունեն եւ պրոիշխանական են։ Այդ սրտիկը նրանց էլ արդեն նյարդայնացնում։ Որովհետեւ այդ սրտիկը մենք Նորվեգիայում կամ Շվեդիայում չենք ապրում, մենք ուզենք թե չուզենք, մենք մերձավոր արևելքի ժողովուրդ ենք։ Եկեք մտնենք մեր մի փոքր կենտրոնը, որտեղ որ ծայր աստիճան կիրթ ու ինտելիգենտ ժողովուրդն ապրում, դա այդ ժողովրդին այդ 1% նկատի չունեմ։ Եկեք դուրս գանք մեր Երևանի ցանկացած, հա, Կոմիտաս, Աչափնյակ, Երրորդ մարզ եւ այլն եւ այլն։ Եկեք գնանք մի հատ շուկաներով ման գանք, եկեք գնանք մի հատ մարդկանց տները ուղակի դուրը ծեցենք մտնենք ու տեսնենք մեզ, տեսեք մենք մեր ավանդույթը, մեր ճաշատեսակը, մեր լսած երաժշտությունը, մեր հագուստը ինչ ոնց ենք հագնվում, ոնց ենք մեր երեխաներին ամուսնացնում, ոնց ենք հարաբերվում ծնող երեխա, ազգական, բարեկամ, հարևան, մենք մերձավոր արևելքի ժողովուրդ ենք, մեզ այդ սրտիկով, մեզ այդ սրտիկը եվրոպական որպես բան է, մշակույթի։ Իհարկե, այդ խորհուրդ տվողները եվրոպական մշակույթի են, ու այս ռեգիոնում, այս ռեգիոնալ դասը, քանի որ ես քաղաքական որևէ ամբիցիա չունեմ, քաղաքական գործիչները իրավունք չունեն սա ասելու։ Ես ազատ եմ խոսում, որովհետև ես քաղաքական հավակնություն, որևէ քաղաքական հավակնություն չունեմ։ Մերձավոր արևելքի ժողովուրդ ենք եւ իշխանությունը ձևավորվում է այստեղ մերձավոր արևելքում ընդունված ձևերով ու կանոններով եւ վերցվում է իշխանությունը եւ հանձնվում է միշտ նույն ձևով նայեք մեր 4 բոլորը եւ տեսեք ինչա կատարվում։
այդ արհեստական Հորից որդուն նկատի ունեք, հա։ Եվ հորից որդուն նկատի ունեմ, եւ ծանոթ ԽԾԲ նկատի ունեմ, եւ ընտրակաշարքը նկատի ունեմ, եւ վախի մթնոլորտը նկատի ունեմ, եւ ամեն ինչը նկատի ունեմ։ Եկեք տեսենք մեր բոլոր հարևանները ոնց են։ Ճիշտ է, եզրին ենք այդ միջին մերձավոր արևելքի, բայց միևնույն է, մերձավոր արևելք ենք, հենց այնպես չասեցի ես, հա, մեր մտածելակերպն է այդպես, սրտիկ, դեմոկրատիայի սին խոստումներ, մեր ժողովրդի վրա դա չի ազդում։ Ցավոք Ի՞նչն է սրտի։ ազդում ձեր կարծիքով։ Ուժը, միանշանակ, ուժը, վախը, սերը ոչ թե էս սերը, սրտիկով սերը, այլ իրական սերը դեպի իր մերձավորի, դեպի իր բարեկամի, դեպի իր հարազատի, դեպի կնոջ տղամարդի, բայց իրական սերը, ոչ թե այդ ձևական սրտիկով սերը։ Իսկ ձեր կարծիքով հիմա Նիկոլը ուժեղ ղեկավարի իմիջ ունի հանրության մեջ, հա, ասենք բռնում է, բան թիկնապահներով ա գնում։ Օ, դա ընդհանրապես ուժեղ։ Դա ուժի նշան է դա։ Դա ընդհանրապես ուժեղ ղեկավարի մասին չի խոսքը։ Բռնելը դա թույլ ղեկավարի մասին է խոսքը, ու ցավոք սրտի կամ բարեբախտաբար, չգիտեմ, թող արդեն մեզ դիտողը բանանի գնահատական տա, այս իշխանությունների մոտ չի ստացվում ձևավորել դեմոկրատական հասարակություն։ Պարզա, չէ, ծիծաղալի է ասել, որ Հայաստանում դեմոկրատիա է, Հայաստանում ժողովրդավարություն է, բայց նույն ձևի չի ստացվում ձևավորել ավտորիտար ռեժիմ, նույն ձևով չի ստացվում ձևավորել տոտալիտար ռեժիմ։ Ոչ մի բանը ամեն ինչը կիսապրատ է ստացվում։ Դեմոկրատական խոսույթով ավտորիտար ռեժիմ կամ ինչ որ Այո, բայց ամբիոններից դեմոկրատիա իրականում այլ բան։ Դատական իշխանությունը նորից եմ այդ միտք ուզում կրկնեմ ու ասեմ, որ դատական իշխանության պետքա ոչ թե ռեֆորմ, այլ լրջագույն փոփոխություն, նոր դատական իշխանություն ձևավորելու եւ դրա համար քաղաքական կամք է պետք։ Միանշանակ։ Տեսեք, թվում էր թե ես պետքա վեթինգին դեմ լինեի, չէ, որովհետեւ ես նախորդ իշխանության, թեկուզ ընտրվել եմ 19 թվականի բարձրագույն դատական խորհրդի նախագահ, բայց թվում էր թե վեթինգին պետքա միշտ ամեն, գիտեք, ես այն հազվագյուտ կամ միգուցե ոչ հազվագյուտ այն մարդկանցից եմ, որ այսօր էլ պատրաստ եմ ստորագրել այն հարցազրույցների տակ, որոնք որ տվել եմ 15, 16, 17, 18, 19, մինչ օրս չի եղել, որ ես ինչ-որ մի բան ասեմ, այսօր իմ կարծիքը փոխված լինի։ Իրադարձությունը միգուցե փոխվել է, միգուցե շեշտադրումը փոխվել է, բայց ես իմ կարծիքին եմ։ Վեթինգ անհրաժեշտ է, բայց այդ վեթինգը պետքա լինի պարզ, պետքա լինի ընդունելի կանոններով եւ դա պետքա նսեմացվող չլինի։ Ինչի վեթինգ չարեցին։ Ոչ մեկին չի դա։ Տեսեք, համ այսօրվա ուրիշ բան էին ուզում անեն վեթինգի տակ։ Այո, վեթինգ չեն ուզում անել։ Ես ասում եմ վեթինգը կառավարման տակ չէ, վերջ։ Գոռում գոչում եմ, ասում եմ վեթինգը քիչ է, եկեք լյուստրացիա անենք։ Բայց ոչ միայն դատարանում անենք այդ լյուստրացիան, դատախազությունում անենք, քննչականում անենք, բոլոր տեղերում անենք, վերջում դատարանն անենք։ Ի վերջո նրանք են գործադրի մաս։ Դատարանը գործադրի մաս չի, դատական իշխանությունը առանձին իշխանության ճյուղ է, ու որպեսզի այդ process-ը գա հասնի դատարան, սկզբից պետք է ոստիկանությունում, քննչականում, դատախազությունում այդ vetting illustration արվեր, մնային ազնիվ մարդիկ, որից հետո նաև դա ամենը աներ դատարաններում եւ քաղաքական կամք դրսևորել ունենալ իրական ազատ ու անկախ։ Հարցը թե ով պիտի անի, էլի, ով է դատավորը։ Այդ խնդիրը շատ լուրջ խնդիր է, չէ՞։ Ձեր ասած ռեյտինգը այնպեսի անկախ մարդկանցից երևի 2 տարի առաջ եմ եթերներից մեկի ժամանակ ասել այս պատմությունը պատմել, բայց ինձ թվում է շատ հետաքրքիր է։ Այսօրվա Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի դատավոր կա Բրայեր Ռազգանունով, Հարվարդի համալսարանի դասախոս ա եղել, հետո դարձել է Գերագույն դատարանի դատավոր, մի անգամ Ամերիկայում հանդիպել ենք։ Դա հազվագյուտ երևույթ է, որ Հայաստանից գնացած դատավորները հանդիպեն, ընդ որում ասեմ դες, որ այդ դատավորը Բրայերը այսօր Դոնալդ Թրամփի թիվ 1 թշնամիներից մեկն է, որովհետև այն հայտնի գործով անկախ դատավոր է, այո։ Գնացական Մարտիրոսյանը հարցրեց Բրայերին, ասեց՝ բացատրեք ոնց ստացվեց, որ
դատական իշխանությունը իրականում ԱՄՆ-ում դարձավ անկախ, ասեց Բրայերի պատմությունն են պատմում, իշխանովա ճիշտ կամ սխալ չեմ իմանում, նախագաներից մեկը Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշում է մի օրենք ընդունել, որով որ ինքն է վերջնականորեն հաստատում դատարանի որոշումը։ Այսինքն Գերագույն դատարանը որոշումը կայացնում է, եթե դուրս չի գալ, ինքը չի ստորագրում, այդ որոշումը ուժի մեջ չի մտնում։ Եվ մեծ վեճ է առաջանում Գերագույն դատարանում թույլ տալ այդ օրենքը, որը որ նախագահն ընդունել այդ ընթացք տալ, հա, կյանք տալ այդ օրենքին, թե ասել, որ սա էլ է հակասում ու դա էլ չճանաչել։ Էնպես է ստացվում, որ 50-50 են բաժանվում դատավորները։ Կեսը ասում են, որ դատական իշխանության անկախությունը դա այն արժեքն է, որը որ սրբորեն պետք է պահպանել, անհրաժեշտ է պահպանել։ Մյուս կեսն ասում են, ի վերջո մենք պետություն ենք եւ հանրապետության նախագահան ընտրված նախագահ է եւ նա իրավունք ունի արտաքին, ներքին քաղաքական կուրսը որոշի։ Նրանց ասացի մեջ էլ ճշմարտություն կա, նրանց ասացի մեջ էլ այն թվերին պատկերացեք, երևի մի 200 տարվա առաջվա պատմություն է։ Այդ պահին ուշացած գալիս է ինչ-որ ձիով մի հոգնած դատավոր, որը որ հերու շրջանից է գալիս, որը որ չի իմանում վեճի մասին, ինչի մասին է խոսքը գնում։ Գալիս է ուշացած, նստում է դահլիճում, ասում է, ինչի մասին եք վիճում, բացատրում են կարճ, որ ուզում են, այս 50% ուզում է, որպեսզի դատարանը իրականում անկախ լինի, այս 50%-ն ասում են, էլի անկախ լինի, բայց նախագահան պետք է որևէ իրավասություն ունենա։ Ասեն, ինչ նախագահ, միանշանակ էս կողմ, մի ձայնով որոշվել է, այդ պատահական, այդ ուշացած, այդ հոգնած ձիու վրայից նորի չած, այդ դատավորը հեռավոր ինչ-որ մի շրջանից, Ամերիկայի ճակատագիրը Բրայերի ասելով Ամերիկայի ճակատագիրը այդ պատահականությունն է որոշել։ Հիմա պարզ է, որ մեր իրականության մեջ նման պատահականություններ չեն լինի, բայց Աստված մեծ է ողորմա, միգուցե լինի կա ինչ-որ մի Աստծուն ենք դրել փաստորեն։ Իսկ ինչու ոչ որ։ Այն բանի ճակատամարտի պատմությունն է, չէ՞։ Շատ լավ, բան Վարդան, հիմա գնում ենք դեպի ընտրություններ եւ այս փուլում պարզավոր իշխանությունը բոլոր լծակներն օգտագործում է եւ քրեաիրավական, եւ հոգեբանական, եւ բոլոր, որպեսզի վերարտադրվի։ Հիմա շատ մոդայի կա դարձել, ուրեմն ընտրակաշարքի, ընտրական խախտումների թեման, խոսակցություններ են գնում, որ կարող են ինչ-որ կուսակցություններ չգրանցվել, թույլ չտալ, որպեսզի ընտրություններին մասնակցեն, նախորդին էլ մի հաղորդագրություն տարի, դա հիմնական թիրախը իհարկե Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստանն է, այս պարագայում, որտեղ իրենց գլխավոր մրցակիցն է, մի հաղորդագրություն էին տարածել, որ գրասենյակում աշխատողներ են ընդունել, աշխատավարձի անվան տակ ընտրակաշարք են տվել, հետո ինչ-որ մեկին աշխատանքի են ընդունել, փող են տվել, բայց ասել են դու մի արի աշխատանքի կգաս միայն Սամվել Կարապետյանի հետ կապված ակցիաներին կմասնակցես։ Գիտեք, նենց տպավորություն է, որ օրենսգիրքը քրեական դադարել է գործել, այսպես մոտավորապես ըստ հայեցողության սկսել են մեկնաբանել օրենսգիրքը։ Հիմա ասենք օրինակ ինչ անի քաղաքական ուժը, որպեսզի չհայտնվի այդ թիրախում եւ իր գրասենյակում աշխատողները, իրենց վստահված անձինք, իրենց համակիրները չհայտնվեն բանտում։ Իմ կարծիքով այդ ներքին իրենց աշխատանքի կազմակերպման դաշտում պետք է շատ խիստ կանոններ դնեն եւ ուղղակի սպառնալիքի տակ հետևեն, որպեսզի սպառնալիքի ազդեցության ներքո որևէ խախտում թույլ չտան։ Իշխանությունները այսօրվա ման են գալու ցանկացած, այն որ երկակի ստանդարտով է աշխատում իշխանությունը, այն որ իրանց կարելի է, մյուսներին չի կարելի է, դա պարզ է, դրա մասին չի խոսքը, բայց խոշորացույցով հետևելու է ամեն ինչ։ Իրենք պետք է ուղղակի իմանան, որ ցանկացած գրասենյակ, ցանկացած հեռախոս գաղտնալսվելու է, ձայնագրվելու է, տեսագրվելու է եւ այս ամեն ինչում պետք է ուղղակի շատ խիստ դնեն, որ նման խախտումներ թույլ չտան եւ կարողանան հնարավորինս անվտանգ մնան, որովհետեւ այն ինչ որ անելու է իշխանությունը ընտրություններին, ինչքան մոտենանք, միանշանակ լինելու են եւ ընտրախախտումներ են լինելու, եւ ընտրակաշարքներ են լինելու,
տարբեր տեսակի սոցիալական ծրագրեր են անելու եւ այլն եւ ասելու է մենք չենք անում համայնքն է անում եւ այլն տեսել հիշում եք էլի Գյումրիում ինչ կատարվեց ասում են պիտի աշխատի չէ ինչ վատ բան արեցինք որ թոշակ բարձրացրեցինք զուտ եթե լեգիստական մոտեցում ցույց տանք հա օրենքի տեսանկյունից զուտ օրենքը մեկնաբանենք հա չկա դե խնդիր չեմ տեսնում բայց ընտրական ազնիվ ընտրություններ այդ կանխավարկածում եթե ամեն ինչը ազնիվ պետքա լինի то ապա չէր կարելի պետք է ուղղակի զերծ մնալ որևէ այս փուլում երկու ամիս համբեր էիք ընտրվեք հետո անեիք հա կոպիտ եմ ասում բայց դիմացինին ես չգիտեմ դուք որպես մամուլի ներկայացուցիչ ես ամեն անգամ գործող իշխանությունները ասում են որ այ մամուլի ազատություն է որով մամուլը ազատ է խոսքի իրավունքը չի ճնշվում ու ասում են այ որպես ապացույց այ որ դուք կանգնած եք եւ դուք մեզ հարց եք տալիս ասում առաջ կարող էիք Սերժ Սարգսյանին sense հարցեր տալ sense համարցակ գիտեք իրականություն կա իրանց ասացի մեջ դա ինչով որոշակի ազատության մասին խոսք գնում է բայց երբ որ դիմացինը պատասխանատու է մոտենում այդ հարցին այդ ազատությունը կարևոր է եթե մամուլը բարձրաձայնում է դու պատասխանատու ես բայց ուղղակի մամուլը ասի դու անտես ես այդ հենց ազատությունում է պետք եթե ես պետք է ասեմ եթե մամուլը պետք է ասի բարձրաձայնի ու դիմացինը 0 արձագանք տա ուղղակի sense անտեսի եւ երկրորդն էլ իհարկե հարցեր ենք տվել սուր ելույթներ ենք ունեցել քննադատել ենք ինքը չի արել Պան Վարդանյանը ինքը տասնյակ տարիներ աշխատել է լրագրող եւ խմբագիր բոլորն են արել սուր հարցադրումներ են եղել սուր քննադատություն է եղել բայց դրանք եղել են պարկեշտության մեջ հայհոյանք չի եղել ատելություն չի եղել Դա էլ իրենց մեղքն է իրենք բերեցին դա դարձրեցին մեր հարաբերությունների կոնստրուկտիվ դաշտում քննադատությունը ես միշտ եմ կողմնակից եղել ելի եմ կողմնակից բռնություն ատելություն հա այդ ատելության խոսք հայհոյանք իմ համար ընդունելի չեն բայց այս դաշտը որ այսօր ողողվել է այդ իմ ասած այդ բացասական երևույթներով դա այսօրվա գործող իշխանությունն է արել միանշանակ մի վարքյան չեմ կասկածում այո իրենց մի լակոտ կանգնում ասում է լրագրողներին վաքսի վրի կատու չգիտեմ ինչ մեկ ասում է ֆայլաբազարում կանգնող ինչ ուզում են ասում են հիմա ու զարմանում են երբ որ մի փոքր կոշտ իրենց հետ արձագանք է լինում Դες չի լինում ախր այդ ամենը դուք եք մեկմեկ ջղայնանամ զգում եմ որ բառապաշարս չի հերիքում այդ ամեն ինչին ասելու կամ պետք է հայհոյանք տան կամ նորմալ եթերային բառապաշարը մարդու չի հերիքում այդ ամեն ինչին արձագանքել բայց այդ վախից է գիտեք այդ իշխանություն կորցնելու վախից նկատի միանշանակ իշխանություն կորցնելու վախից է հիշեք երբ որ իր ռեյտինգը բարձր էր գործող իշխանության Նիկոլ Փաշինյանի եւ գործող իշխանության ռեյտինգը բարձր էր այս աստիճանի չէր ատելության խոսքը այս աստիճանի չէր այդ լարվածությունը իշխանություն կորցնելու վախից է իրանց համար շատ կարևոր է այս իշխանությունը պահել էգզիստենցիալ խնդիրը կյանքի մահվան խնդիրը դրա համար ամեն ինչ արվելու է որ իշխանությունը պահվի հենց այնպես չի ասում որ մենք Մերձավոր արևելք ենք իշխանություն պահելու 100 մեխանիզմ ունի այսօրվա իշխանությունը օրինական ոչ օրինական ուժով բռնի ուժով բոլոր մեխանիզմները գործում են մեզ լսողներին չեմ վախեցնում ուղղակի ասում եմ որ ընդդիմությունը զուտ sense դեմոկրատական հա sense փոխկապները կապված այո ոչ օժանդակ բայերով խոսած այդպես չի աշխատելու այս մեխանիզմը Բան չանեն բան Վարդազան հենա մարդկանց կալանավորում են տանում են պատժում են ամեն ինչի ընդունակ են մենք ունենք X քանակության պայմանական եմ ասում 3000 կալանավորում 3000 տեղում 3000 որ լրացավ ու ինչ են անում ստադիոններում միանշանակ մեր մի եթեր չեմ հիշում որ ասում են դատավորներն ինչ են չվախենան Ինձ ինչ է եղել ինձ անել են գործից ես հասկացել եմ որ կյանքը կա չէ աշխատանքից հետո դատարանից դուրս կյանքը շատ ավելի հետաքրքիր է քան թե դատարանում ես հիմա նայում եմ դատավորները առավոտը ժամը 8:30-ից որպեսզի այդ խցանումներով չհասնեն 8:30-ից հասնում են գործի մինչև իրիկունվա 11-ը մնում են
Հա, աշխատավարձ ստանում են, բավականին բարձր աշխատավարձ են ստանում։ Ոչ իրար հետ են շփվում, ոչ իրանց ընտանիքների հետ են շփվում, ոչ իրանց ընկերների հետ են շփվում։ Եթե մի հատ ինչ-որ միջոցառում է, պետք է գնան մեկը մի ամիս առաջ նախապես զգուշացնեն, նախապատրաստվեն, հետ գցեն ինչ-որ մի բան եւ այլն, որ ինչ-որ կյանք չի։ միանշանակ կյանք չի։ Անմարդկային ծանրաբեռնված են աշխատում դատավորները, թե քրեական, թե քաղաքացիական, թե վախեցած ծանրաբեռնված դատարանից դուրս կյանքը հարգելի գործընկերներ, նախին գործընկերներ։ Եվ մի թեմայի էլ ուզում եմ, որ չանտեսենք, որտեղ է շաբաթվա կարևոր իրադարձություն էր, Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ մենք դեպի Եվրոպա ենք գնում, Եվրամիության հետ մեր հարաբերությունները, Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությունն են գծում մեր տարածաշրջանում եւ այլն, եւ մեկ էլ հանկարծ մենք տեղեկացանք, որ գնում է Մոսկվա Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման, հետո այդ հանդիպման կադրերը տեսանք եւ շատ հակասական մեկնաբանություններ հնչեցին տարբեր խմբերի կողմից, այսպես ինչ որ հակառուսական շրջանակներ համարեցին, որ Պուտինը ասել է, որ կաշխատենք մենք քո հետ, բայց պետք է SS բաները հաշվի առնես, ինչ որտեղ նաև շանտաժի էլեմենտներ կային իր խոսքում, իսկ մյուս թևը պնդում է, որ սրանով կարծես թե կարմիր քարտ է ցույց տվել Պուտինը Փաշինյանին, որ կարող ենք գազի գինը բարձրացնել, կարող եք դուք զրկվել ԵԱՏՄ-ի շուկայից, կունենաք լուրջ խնդիրներ, Արցախի հետ կապված է հիշեցում արել, որ դու քո մեղքով է Արցախը կորսվել եւ այլն։ Ես կուզեի, որ մենք մի փոքր դրան անդրադառնայինք։ Գիտեք, Տիկին Օհանյան, ես նորից եմ ասում, ես քաղաքական վերլուծաբան չեմ, միգուցե ինչ որ հարցերում Գրագետ քաղաքացի եք, իրավաբան եք եւ ես հստակ քաղաքացի եմ, որը հստակ քաղաքացիական դիրքորոշում ունի առանց քաղաքական ամբիցիայի, այսինքն քաղաքական պաշտոնի չեմ ձգտում, որևէ կուսակցության անդամ չեմ։ Ես ասկիսվեմ այն տպավորությամբ, որը ես ստացա, այդ հաղորդումը համարյա թե հանդիպան կադրերը համարյա թե on-line եմ նայել, որ պահին գցել են, այդ պահին դիտել եմ։ Դեռ մեկնաբանություններ չկա։ Ինձ մոտ տպավորություն էր, մի 10 րոպե, մտածում եմ, ես ինչ տեղի ունեցավ։ Ոնց որ թե նման էր, որ սա դիվանագիտության բացակայության մասին էր խոսքը գնում։ Հետո ես հասկացա, որ ախր Ռուսաստանի նախագահան Նիկոլ Փաշինյանի հետ չէր խոսում։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի դիմացը նստած էր, նա ասենց Նիկոլ Փաշինյանի վրայով խոսում էր Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, ով գնալու է ընտրության։ Ես վստահ եմ, որ որովհետև եթե այս այն տեքստը, որը որ հնչեցրեց Ռուսաստանի նախագահան, ես վստահ եմ, որ դրան նման կամ դրանից ավելի խիստ փակ հանդիպան ժամանակ է եղել։ Ինչ կարիք կար մամուլով սա ասել։ Սա ասվեց նրա համար, որովհետև վստահ չէր, որ ժողովուրդը հասկանա, թե վստահ չէր, որ հայկական մամուլը եւ գործող իշխանությունը ռետրանսլյացիա կանի այն զրույցը, որը որ տեղի է ունեցել, դրա համար անտեսելով, վրայով թռնելով, վրայով անցնելով, ընդհանրապես Ռուսաստանի նախագահան խոսած մեզ բոլորիս հետ, իմ հետ, ձեզ հետ, մեր օպերատորի հետ եւ այն տաքսու վարորդի հետ կամ այն ակադեմիկոսի հետ, նշանակություն չունի։ Ասեց ինչ կարող է լինել։ Թե հիմա ինչ կարող է լինելն էլ արդեն այսօր թե ինչ կմեկնաբանեն քաղաքական գործիչները, պրոիշխանական, ընդդիմադիր գործիչները, մեկնաբանները, թե ոնց կմեկնաբանեն, ճիշտ ասած, ինձ այս բանը քիչ է հետաքրքրում, քանի որ բացարձակ տիրապետում եմ ռուսաց լեզվին եւ շատ լավ հասկացա ինչ ասեց Պուտինը, թե հիմա ինձ կասի պրոիշխանական ինչ-որ բլոգեր ինչ-որ մի բան կասի, թե ընդդիմադիր ինչ-որ մի վերլուծաբան ինչ-որ մի բան կասի, եթե կարծ ձևակերպեք ինչ ասաց Պուտինը։ Իմ կարծիքով նկարագրեց այն խնդիրները եւ բարդությունները, որոնք որ կլինեն հակառուսական քաղաքականություն վարելու դեպքում։ Այդ ռուսաֆոբիան ինչի է բերում։ Մնում է, գիտեք, դուս խոսքը էշին են ասում, այդ հայկական ժողովրդական բառը, մնում է ասել ինչ Ուկրաինա եք ուզում դառնալ։ Ինձ թվում է դրա մասին էր խոսքը։ Տեսեք ոնց է քաղաքական կարգն է փլուզվել այսօր աշխարհի։ Ինչի մասին է խոսքը, ինչ միջազգային ազգերի, ինչ ՄԱԿ,
ինչ ՀՀԿ, ինչ Եվրոմիություն, ինչ ՆԱՏՕ, սա ամբողջ աշխարհը փլուզվել է, հիմա բոլորը խոսում են ուժի դիրքերից, բոլորը խոսում են իրենց շահերից ելնելով, բոլորը բացառապես առանց բացառության բոլորը բացի Հայաստանից, միայն Հայաստանը, որ իր շահերից չի խոսում։ Չէ, Հայաստանը համարում է, որ եթե երաշխավորից զրկվեց, պետություն ստացավ, Ռուսաստանի հետ խզվեց, մենք դարձանք անկախ, ինքնիշխան եւ այլն, այսպեսի մանկամիտ տեքստերով փորձում է խաբել այս մարդկանց։ Այնքան լուրջ մարդիկ, այնքան լավ մեկնաբանել են, որ ես այս պահին իմ մեկնաբանությունը ես ինչու մեկից պետքա վերցնեմ, որովհետև ու դա պետքա բարձրաձայնեմ, այդ իսկ պատճառով չէ։ Ես ինքս չեմ կարողանում այդ ոչ թե չեմ կարողանում, այդ իմ գործը չի, ես ուրիշ բանի եմ սովոր, հա, ուրիշ միտք կարող եմ գեներացնել, որը կապված է իրավական դաշտին, արդարադատությանը, դատական բարեփոխումներին, որը որ ընդ որում ասեմ ձեզ, որ դատական բարեփոխումները դա մի process չի, որ այսօր սկսեցինք, վաղը չեմիս օրը ավարտեցինք կամ մի տարի արեցինք։ Ամբողջ աշխարհում դատական բարեփոխումները դա process է, որը որ ոչ սկիզբ ունի, ոչ վերջ ունի։ Սա միշտ բարելավելու տեղ կա, միշտ բարեփոխելու տեղ կա եւ այդ process-ը միշտ պետքա շարունակել անել։ Բայց ինձ հետ կհամաձայնեք, որ այս իշխանության մնալու պարագայում մենք չենք ունենալու դատական բարեփոխումներ։ Մենք արդեն չունենք։ Այո։ Արդեն չունենք դատական իշխանություն, իսկ եթե չունենք դատական իշխանություն, իրենց պարագայում քիչ թե շատ հնչեղություն ունեցող դատական ակտի տակ ստորագրած է Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, կամքը։ Ստորագրությունը միգուցե գործը քննող դատավորինն է, բայց կամքը Նիկոլ Փաշինյանինն է։ Միգուցե ինքը չի այդ անում, հա, այդ կոմունիկացիան ինքը չի անում։ Միգուցե ուրիշ մարդիկ են այդ կոմունիկացիան անում։ Չէ, հետո ինքը չի թաքցնում իր կարծիքը, ինքը այնքան բացահայտ խոսում է, որ այդ նույն դատական համակարգը հասկանում է, թե ինչ պիտի անի, չէ։ Հրահանգը պարտադիր չի, որ զանգով լինի կամ ուղիղ լինի։ Կա մի դատավոր Հայաստանում, որ իմ ասած չի անի։ Դրա վառ օրինակն է։ Միակ դատավորը Ալեքսանդր Ազարյանն էր, որ ասեց հակա, եսը։ Ճիշտ է։ Դե մի խումբ էլ ասեցին ու զրկվեցին պաշտոններից, էլի փաստորեն, ըստ էության։ Իհարկե, այդ թվում որոնցից մեկը ես եմ, որովհետև ինձանից պահանջում են անել այն ինչ որ արես կաներ Անդրեասյանը, ես հրաժարվում եի անել։ Ասում եմ, եթե վեթինք, ապա բոլորին արժանապատիվ ձևով եւ པարզ կանոններով։ Առանց կանոն։ Իսկ այսօրվա բարձրագույն դատական խորհրդի մասին ինչ կարծիք եք։ Վայ, ավելի վատն է, քան ավելի լավը Կարեն Անդրեասյանի բդխ-ից։ Դուք չասեմ, հա, որովհետեւ պետքա վատ բան ասեմ, իսկ վատ բան ասելու համար պետքա շատ երկար հիմնավորեմ, որովհետեւ ես այն նրբությունները, նյուանսները մեր ժամանակը կհերիքի, ոչ էլ մեզ դիտողն է այդ նրբությունները հասկանալու, որովհետև շատ իրավական են, շատ հոգեբանական են, շատ ամեն դեպքում դատական համակարգի վիճակի մեղքը նաև իրենցն է։ Բացարձակ իրենցն է, որովհետև եթե բարձրագույն դատական խորհուրդը չկանգնի դատավորի թիկունքին, այդ դատավորը որ կկոտրվի 18 տարեկան տղայի կալանավորումը։ Գիտեք, այդ 18 տղայի կալանքի վերաբերյալ ես մի բան եմ ուզում ասեմ, այն որ բռնությունը դատապարտել է միանշանակ։ Դե բռնություն չկար էլ։ Ես չգիտեմ կար թե չէ։ Եկեք ի սկզբանե ասեմ, որ բռնությունը դատապարտելի է։ Բայց կար բռնություն, չկար բռնություն, արժեր 18 տարեկան երեխային, երեխա նշանակում ամեն մի մեղադրանքից հետո կալանք տալ, բոլորին, ում մեղադրեն անմիջապես կալանավորել։ Դրա մասին այնքան ենք խոսացել, երբ որ խափամամիջոցը որպես կալանք է օգտագործվում, մենք ունենում ենք այս պատկերը, միանշանակ։ Իսկ գիտեք, ես իմ պրակտիկայից եմ հիշում, հա, ես անչափահաս 18-ն էլի անչափահաս, հա, միգուցե պասպորտով անցել է այդ չափահասը օրենքի առումով, հա, լեգիստական մոտեցումով, եթե, հա, պեդանտ մոտեցումով, հա, չափահաս է, բայց ես հիշում եմ իմ երկարամյա փորձի ընթացքում մենք մի անգամ մի անչափահասի ենք կալանավորել, որը որ 50-րդ անգամ էր գողություն անում։ Ուղղակի իրան փրկելու համար, որովհետև մի օր կարող է այդ խանութ պանները ուղղակի բռնեն ու սատկացնեին, որ
դու գնա անչափահաս ջան, մի քիչ նստի, միգուցե խելքի գաս։ Պատկերացնում եք 50 անգամ գողություններ արե խանութի, չեն կալանավոր է։ 50-րդ անգամ կարող է 50 չէր, կարող է 51 կամ 49-ներ, բայց այդ աստիճանի։ Ես ուրիշ անչափահասի կալանավորում չեմ հիշում, իրոք չեմ հիշում։ Միգուցե եղել է, ես չեմ հիշում, բայց այ որ իսկ այս պարագայում ինչ կալանքի մասին է խոսքը։ Նամանավանդ որ հիմա կա տնային կալանք այդ խափամամիջոցը, այն ժամանակ որ ես աշխատում էի չկար այս տնային կալանքը։ Դրա համար շատ դատավորները մեկ-մեկ ասում են, ախր այդ վարչական վերահսկողություններ չկար։ Կար կալանք ու գրավ։ Ու մերժում, հա, ուրիշ խափամամիջոց չկար։ Այդ կար կալանք ու մերժում։ Միևնույնն է, այլ ավելի քիչ էին կալանավորվածները, քան այսօրվա դրությամբ։ Այսօր տեսակարար կշռով ավելի շատ կալանավայրերում, ազատազրկման վայրերում, ավելի շատ կալանավորված նախաքննության ընթացքում կալանավորված անց կա, քան թե ավարտված քրեական գործով դատապարտված անց։ Այո։ Տենց բան չի եղել Հայաստանում։ Այո, ցավոք վատ վիճակում է մեր իրավապահ համակարգը, մենք ստիպված ենք այդ արձանագրել։ Շնորհակալ եմ, պարոն Վարդազարյան, հետաքրքիր էր կարծում եմ։ Այսօր այսքանը, կհանդիպենք։